Մի բան ասեմ ու գնամ։ Ինչ եք անում, երբ լցվում է ձեր տան աղբամանը։ Այո, երբ ձեր տան աղբամանը լցվում է, վերցնում եք աղբը տանում եք թափելու, աղբահանում եք տունը։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Իսկ ինչ եք անում, երբ լցվում է ձեր ներսի աղբամանը, ձեր ներաշխարհի, ձեր ենթագիտակցության, ձեր հոգու, ինչպես ուզում եք անվանեք, ինչ եք անում։ Սկսում եք բղավել ուրիշների վրա, վիրավորել անտեղի տեղը մարդկանց, հայհոյել, նվաստացնել, մտնել սոցիալական ցանցեր և գրել վատ մեկնաբանություններ, ինչ-որ մի վատ բան եք անում, կատաղում եք, մարդկանց աջ ու ձախ բշտում, կոպտում, ժողովրդի լեզվով ասած։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Մի արեք, դա վատ է։ Եթե ձեր ներսի աղբամանը լցվել է, մի թափեք այդ աղբը ուրիշների վրա։ Մարդու մեծությունը կայանում է նրանում, երբ նա իր ներսի աղբամանը չի շրջում այս աշխարհի մեջ, չի թափում այստեղ այս աշխարհին, այլ վերամշակում է իր ներսի պատասխանատվությամբ այդ աղբը, իր ներսի աղբը։ Recycling անգլերենով։ Վերամշակեք ձեր ներսի աղբը պատվով, առանց ուրիշներին նվաստացնելու, վիրավորելու, ցավեցնելու, հայհոյելու, մի արեք, դա վատ է, ստեղծեք ինչ-որ բան, այդ նեգատիվ էներգիան, որ հավաքվում է ձեր մեջ, ես վստահ եմ, այդ էներգիայի ուժով կարելի է մի ամբողջ գյուղ լուսավորել։ Ստեղծեք մի նոր բան, գնացեք գոնե սպորտի, քրտնեք, մարզասրահում, ծախսեք այդ էներգիան, փայտ կոտորեք, փոխանակ կոտորեք ձեր շրջապատի մարդկանց, փայտ կոտրատեք, տարբերակ է։ Ես ձեզ մաղթում եմ, լավ օր, մտածեք այս մասին և ամենակարևորը, մի ցավեցրեք ձեր կողքի, ձեր շրջապատի մարդկանց, որովհետև ձեր մեջի աղբամանը լցվել է։ Չգիտեք ինչպես վերամշակել ձեր ներսի աղբը, գրանցվեք այս ալիքին։